Բարև ձեզ, Բուն TV եթերում ֆանտաստիկ ոդքասթն է, որի շրջանակներում մենք խոսում ենք գիտաֆանտաստիկ եւ ֆենթեզի գրքերից, համակարգչային խաղերից, ֆիլմերից, կոմիքսներից, այսինքն այն ամենից, ինչ կարող է հետաքրքրել գիքերին։ Այսօրվա իմ հյուրերը իսկական գեյմերներ են, Ալեքսանդր Սարգսյանը եւ Հովսեփ Ստեփանյանը, նրանք ոչ միայն AGC-ի ակտիվ անդամներ են, admin նաեւ իրենք աշխատում են հենց խաղային ինդուստրիայում, այսինքն թեմայի մեջ են։ Ու նախորդ շաբաթ ամփոփվեց տարվա խաղը, որոշվեց գլխավոր հաղթողը, սկզբի համար մի հատ հասկանանք դուք համաձայն եք արդյունքների հետ թե չէ, որովհետեւ Clair Obscur-ը կարելի ասել բոլոր մրցանակներ տարավ։ Ես նեւը բանական եմ, որ լրիվ համաձայն եմ, որտեվ ինքը պես խաղ sense յուրօրինակ խաղ է, որտեվ ինքը ամեն ասպեկտով իդեալական էր, այսինքն պատմությունը, երաժշտական մասը, վիզուալը ու մեխանիկան։ Թե ավելի մանրամասն ինչ էր մեխանիկան, դենց լավ է, բան կանեմ, բայց նայելիքին դու ինչ կարծիք ես։ Դե մենք սրանից առաջ քննարկում ենք, որ ընդհանուր առմամբ համաձայն ենք մրցանակների հետ, բայց բացի տարվա RPG-ից, տարվա RPG-ն կարծես թե մի քիչ ավելի արդար կներ տալ Kingdom Come-ին, որովհետև ինքը քեզ ավելի խորն էր թողում role play անես ու role player թողում անես տարբեր շերտերի վրա, սկսած դիալոգների շերտից, հենց քո gameplay մեխանիկաների գործողությունների level-ի վրա, այնտեղ passive ինչ-որ տալանտների skillերի վրա շատ ավելի խորն էր իր RPG-ն։ Այդ առումով կարծես թե տարվա RPG-ն մի քիչ ավելի արժանի էր հենց Kingdom Come-ը։ Sense։ Ես կասեմ ավելի, ոտ մի քիչ թե ավելի, որտեվ Expedition RPG-ն հենց մասը շատ քիչ էր, ունի, նշի որ չկա, բայց համեմատելի դու կերպարները արդեն գրված են, դու կերպարներին 360 աստիճան չես կա փոխես, այսինքն դե դրական կերպարն չես կա սարքես բացասական հիմնվելով քո ընտրության վրա։ Միակ տենց ընտրությունը որ կարա ինչ-որ մեծ փոփոխություն անում խաղ վերջում, չեմ նշի, բայց ընդել չկա հստակ պատասխան դրական թե բացասական, մեկ ընտրում է ըստ իր նախասիրության ու էլի ավելի շատ դու ես ընտրում, բայց կերպարները որ հստակ գրված են, իրանց եսերը ընտրություն շատ չունես փոխելու։ Հա, համաձայն եմ։ Այսինքն ինքը ավելի շատ RPG էլեմենտներով խաղեր, ոչ թե հենց RPG։ Հա, կարելի է տենց ասել։ Պերսոնային նման ավելի շատ, պերսոնան բացի մեխանիկորեն որ շատ նման է իրար, նաև շատ լավ օրինակ է RPG-ի մասով։ Երկուսն էլ ավելի շատ action RPG են, քան մանկուր RPG, որտեվ ես իմ պատկերացմամբ մենք խոսում ենք RPG, ավելի շատ Baldur's Gate-ի նման RPG ունենք, որտեղ դու ցանկացած կերպար, ցանկացած roleplay կարաս խաղաս։ Հա, Baldur's Gate-ը շատ խորը RPG էր այդ առումով, այսինքն համատելը անհնար է։ Այսինքն այս դեպքում փաստորեն այդքան էլ արդարացի չէր որ Դե ես sense կարամ ասեմ։ Հոսքի տակ տվեցին գնաց էլի։ Հա, տարօրինակ ընտրություններ, ինձ հետաքրքիր ժյուրինով ա եղել, որտեվ եթե տարի լիներ որ ուրիշ օրինակ չկար, այդպես ֆունդամենտալ RPG խաղ որ կարանք ասենք դե ուրիշ խաղ չկար, ընտրեցինք ինչ որ կար, կամաձայնվի ընտրության հետ, բայց իսկապես այս տարի տարօրինակ էր, որտեվ Kingdom Come-ներ ու ինքը իսկապես ֆունդամենտալ RPG էր, մի քիչ տարօրինակ, մի քիչ լավ տարօրինակ որոշում էր։ Ու ինձ ուղղակի ուզում ասեմ, որ պետք չի մոռանալ, որ պետք չի շատ լուրջ վերաբերվել այս մրցանակաբաշխությանը, ամեն դեպքում իրանք արվեստի գործերը համատել են էլ շատ sense տարբեր արվեստի գործերը բազմաշերտ իրար հետ համատելը շատ դժվար է ու երբեք օբյեկտիվ չես կարող լինես ու եթե մեկը հաղթել է չի նշանակում որ մյուսը ավելի վատն է կամ ինչ-որ sense բան է շատ սուբյեկտիվ է ու իրականում դա ինչ-որ շատ բիզնես պրոյեկտ է դեռ մի 2 տարի առաջ կարծեմ հրապարակել են որ մի րոպե տևողությամբ տրեյլերի համար $450,000 է պետք այս տարի 1 միլիոն էր հա ուզում ասեմ այդ ինքը իրականում բիզնես first էլի հա բայց գեյմերները շատ լուրջ են ընդունում շատ լուրջ են ընդունում հա գեյմերները շատ այնքան լուրջ են ընդունում որ երբ որ շատ ուժեղ բևեռացում ա լինում այսինքն եթե քո
ուզած խաղը հաղթել է, ուրեմն մյուսը շատ վատն է։ Ոչ թե այդքան լավը չի կամ մի քիչ sense մի քիչ նենց, այլ չէ, sense ծայրահեղը վատն է, իսկ այս ծայրահեղը լավն է, էլի։ 2018-ին է, որ RDR-ը փոխարեն God of War-ին տվին, ամենամեծ ցնցումներ, այտենց որ երկու բեռներ իրար հետ էլ արդար չէր։ Ես God of War-ը մի քիչ խաղացել եմ, լրիվ չեմ անցել։ RDR 2-ն են նենց ամբողջությամբ չեմ անցել, բայց տարբերությունը զգացվում է էլի խաղը խաղալուց, որն ավելի immersive, որն ավելի սկրիպտավորված, հա God of War-ի biofcam բան լավն է, ասենք էֆեկտները այդ արտիստիկ մասը, բայց RDR-ի հետ համեմատելու չի։ Դե էլի դժվար է համատել, շատ տարբեր խաղեր են, չես կարա God of War-ն սարքես, որ խաղացվի RDR-ի նման կամ RDR-ը նրա նման, որ ինչ որ իդեալական տարբերակ ստացվի, դրա համար այս գնահատականները այտենց շատ անարդար են վերջում ստացվում, ու այդ նույն լոգիկայով Metacritic-ին էլի շատ անարդար համարվում, այտենց շատ հայտնի game designer կա Ռաֆայել Կալանտոնիոն, որ Arc Fatalis-ն է սարքել Dishonored Prey, ինքը ասում է, որ game ինդուստրիան կոնկրետ վարի է գնում այդ Metacritic-ի պատճառով, որովհետև ներդրողները publisher-ները պահանջում են ինչ որ կոնկրետ գնահատական կամ կրիտերիաներ են ցալում, այ sense խաղ կա ունի 85 բալ, բողոքում են հիմնականում այս մի կոմպոնենտից, եկեք նույն խաղը սարքենք, այս կոմպոնենտը փոխենք։ Դրա համար հիմա մեր շուկայում շատ լիքն են միանման խաղերով, որտեվ չեն ուզում ռիսկերի գնալ, փորձում են նույնը կրկնել մի փոքր փոփոխություններով։ Իսկ վարի գնում է գեյմինգ ինդուստրիան, թե չէ, ինչ է կարծում։ Չէ, սկսի աճում է, պիկին է մոտենում, ու հակառակը հիմա ուղղակի եկավ պահը, որ հին մտքերը արդեն չեն աշխատում, ու պետք է նոր մտքեր, որտեվ գերհագեցած են հին մտքերը։ Դա համար նույն էքսպեդիցիա 33-ը շատ լավ առաջ գնաց, որտեվ նորություն էր։ Նու նորություն չառմով ինքը կոմբինացել էր պերսոնայի մեխանիկան, Qt-ի հետ ու նոր էր երևում, բայց այդ նորությունը արդեն բում էր մարդկանց, որտեվ ուրիշ այդ տիպի խաղ շուտ վանց չէր եղել։ Մոտական էլ Persona 3-ն էր, որը մի քանի տարի է արդեն որ դուրս է եկել։ Ու այդ ապա, որ հիմա տենց ունիկալ խաղեր շատ քիչ են, բայց որ դուրս են գալիս, սաղի ուշադրություն իրանց շուրջ է, որտեվ արդեն հոգնել են Call of Duty-ներից, իրար հետ դուրս եկող նույն Battlefield-ը այս տարի այտենց հաջողակ եղավ, որտեվ կոտրեց արդեն հոգնած ֆորմուլան, որ կար այդ շութերների, որ հանում ես, ինչքան կոսմետիկա կգցում ես, հետո այդ սաղ չես տեղափոխում մյուս, նորն ես հանում, տեղափոխում ես, մարդիկ հոգնել են այդ գույնզգույն շութերներից, իրենց պետք է նոր հին ձևի military shooter, որը Battlefield-ը տվեց ու հիմա ուսպեխի մեջ է։ Հա, ես կասեմ, որ game ինդուստրիան վարի չի գնում, այդ ուժեղ ձևափոխվում է, հա, AAA խաղերը լուրջ խնդիրների առաջ են կանգնել ու կակրած շատ լավ ծաղկում են միջին բյուջետով խաղերը, նույն Expedition-ը միջին բյուջետով է, Kingdom Come-ը միջին բյուջետով, ովքեր են նոմինացված, Hades, Silksong, սա միջին բյուջետով խաղեր են, այսինքն հիմա sense կակրած միջին չափի ֆինանսներով չափով թմերի իսկական իդեալական դարաշրջանն է եկել, այսինքն ԱԱ խաղերը ոնց որ արդեն սկսում են հա դրանք կան ավելի համարձակ քայլեր գնան, էքսպերիմենտներ անեն, նոր բաներ փորձեն կամ հեղինակային ինչ որ փորձեր անեն, օրինակ նույն Kingdom Come-ը ինքը շատ բարձր այդ պարոկ վխարժդենյա ունի կոչեցյալը ունի, որտեվ ասենք չգիտեմ նույն արբալետը ինչ որ 20 վայրկյան reload է անում, քեզ չես կարա ինչ որ $200 միլիոն խաղում այդքան ժամանակ թույլ տաս գեյմերին չզբաղացնել ինչ որ բանով, իսկ չգիտեմ հեղինակային խաղում գլխավոր game designer-ը տենց հա տեսնում ու ինքը այդ դրան է ուզում գնա։ Քանի հեղինակայինից խոսացինք, հիմա Death Stranding 2-ը միջին խաղա թե AA-ը։ Ինքը շատ մեծ բյուջետային խաղ է, բայց հեղինակային է։ AAA, բայց հա հեղինակային է, որտեղ դա Կոդիման ունի ավտորիտետ, որի ոչ մեկ չի գնա ասես ինչ է սարքել, մեծ ընկերություն է նույնիսկ Sony-ն։ Դա համար ինքը ունի հեղինակային շատ մեծ կոնտրոլ հայրեն բառը մոռաց, բայց խնդիրը ինչու՞մն է, ունակ երկրորդում զգացում է, որ իրան պետք է մարդ, որ իրան ասեր հերիքա։
Նույն բանն է կրկնե, չէ՞։ Բացի նայած նույն բանը կրկնա ինքը հաջողացրել էր, ինձ խեղդեց այդ խաղը։ Այս առաջինը շատ է սիրել 100% անցել եմ երկու անգամ, բայց երկրորդը կեսից էս պոստը թողեցի, որտեվ չի կամ այնքան շատ էր պատմական մասը, որ ամեն ինչ-որ մի հատ շենք ես բացայտում, քեզ այդ նոր տարածք քեզ անդադ բանա փորձում տա այդպես պատմության մաս, բան, որ թող մի քիչ ման գա։ Համուկես կինո է գնում, չէ՞, ամեն ինչ։ Հա, շատ է կինո մասը։ Այդ է, բա որ մի բա ցանկությունը ու կենտրոնանալը բարդ է դառնում, որտեղ անդադ ինչ-որ մի բան տեղի ունենում ու առաջի խաղը ինչով էր հավես, դու շատ հանգիստ տենց մեդիտացիա պես խաղեր, ավելի տենց գործից հետո հոգնած խաղալու խաղեր։ Այս մի խաղը անդադ քեզ շատ փորձում է ֆոկուսի մեջ պահել, ինչից անդադ լարված ես։ Ու ոչ մի բան չտարավ, չէ՞։ Չէ, ոչ մի մրցանակ չտարավ։ Բայց տեսեք այդ խաղը, որ բան Կլերը տարավ մրցանակը հայտարարեցին, որ քմծից աղա։ Հա, Կոջիման։ Ես իրական զարմացա որ չտարավ, որովհետև այդ նույն մտքից որ ինքը բիզնես պրոյեկտ է The Game Awards-ը Sony-ին փող տված պետք է։ Չէ, Jim Keighley-ին շատ մոտիկ է Hideo Kojima-ի հետ, օրինակ երբ որ 23 թվին Baldur's Gate-ը հաղթեց, Sven Wink-ին ով այդ խաղը ստեղծել էր, իրան 1 րոպեում ասեցին всё, վերջացրու, դուրս արի, ինքը ստիպված իր ելույթը Twitter-ում հրապարակեց, իսկ նույն Hideo Kojima-ն այդ նույն տարում 15 րոպե ելույթ ունեցավ։ Ես մտածում եմ արդեն իրանք այնքան մոտ են, որ իրան պարտադիր տարին մեկ մի հատ նվեր պետք է տան։ Այն դες համայնք ոչ մի մրցանակ չտարավ, բայց նորմալ էր, որտեվ աճ չկար, իսկ այն ինչ ինքը ավելի շատ էր արել, ավելորդ էր լրիվ։ Իսկ OD-ի հետ կապված հույսեր կան իր մյուս խաղի, որ Microsoft-ի հետ անում։ Կարա լինի, որտեվ Microsoft-ը հուսանք իհարկե Microsoft-ն է, Microsoft վերջը շատ տարօրինակ որոշումներ է անում, որ այդքան ազատություն չունի ինքը նախագծում, այնտեղ ինչ որ հայտնի մի հատ էլ բանկա մասնակից, չեմ հիշի անունը, ու իրան տենց ստոպ տվող կլինի էլի ընթացքում, ասի մի քիչ գեյմփլեյ։ Հա, մի քիչ խաղ գոնե։ Հա, կինոյի մեջ մի քիչ խաղ մտցրա, չէ՞։ Հա։ Լավ, ես քանի որ խոսում ենք հենց գեյմինգ ինդուստրիայի ծավալների մասին, ինքը քանի որ աճում է, այդ ես ինքս ամեն օր զգում եմ էլի ին վրա, ասենք ես game բան եմ վերցրել, game pass եմ վերցրել ու չգիտեմ ինչ խաղամ։ Այնքան շատ է ընտրությունը, որ դու մի խաղ դնում ես, մի քիչ խաղում ես, հիշում ես, որ հոպ մի րոպե այստեղ այս խաղն էլ կար, էս էլ կար։ Իսկ ես ինչ որ շատ երկար է գնում, սպասի կեսից թողեմ անցնեմ մյուսին։ Դա մի կողմից լավ որ խաղերը շատ են, ամեն խաղն էլ ինքը իր հերթին մեծ է, 40 ժամ, 50 ժամ, 60 ժամ, բայց մյուս կողմից գեյմերը այդքան ժամանակ չունի այդ սա խաղալու։ Հա։ Ֆիզիկապես հնարավոր չի։ Այն ժամանակ որ մենք ասենք դիսկ էինք առնում PlayStation-ի, այդ մի դիսկը մի դախած խաղում ենք մինչև վերջին բան էլի, մինչև վերջին գիծ, բայց հիմա ասենք Steam-ով կամ Game Pass-ով կամ նույն պատմիսկով որ քո առաջ հսկայական գրադարանա, դու չգիտես որ ընտրես։ Հա, դե այդ համ պրոբլեմա game developer-ների համար, որտեղ մրցակցությունը սարսափելի մեծ է դարել, համ է գեյմերների համար, որտեղ ընտրությունը շատ մեծ է, չես հասցնում, backlog-ը միշտ մեծանում է, ես էլ օրինակ այս տարի ինչքան շատ լավ խաղ դուրս եկավ ու անգամ այս տարվա խաղերը չեմ հասցրել խաղալ, ու մնաց ինչ որ backlog-ից ինչ որ բաներ, իսկ game developer-ների համար այդ լուրջ խնդիր է, որտեղ իրանք չեն կարողանում որտեղ գեյմերները ավելի պահանջկոտ են դառնում, այսինքն իրանք ավելի մեծ ընտրություն ունեն ու game developer-ը պետքա չի իմանում իրանց պահանջները բավարարի, թե իր պատկերացումները իրականացնի, հա։ Այսինքն նենց անի, որ այդ նույն ես ասենք, ընտրեմ հենց այդ խաղը։ Հա, դրա համար անվտանգ remake անել։ Այդ է ուրիշ խնդիր է, այդ էլ բանն է բան, հա մեծ ընկերությունների խնդիրն է, որտեղ իհարկե հիմա լավ որ ժամանակ ենք ապրում, որտեղ մեծ ընկերությունները վերջերս շատ մեծ պրավալներ ունեցան, կոնկորդը հիշենք, որը ըստ թղթերի շատ ճիշտ խաղ էր, շատ հետազոտություն արած էր, որ շուկան տենց հիմա այդտենց խաղերի կարիք ունի, Game of Service-ները պիկի մեջ են, մի հատ որ հանենք, լավ կլինի, ավարտվեց 400 միլիոն, իշքան գիտեմ վնաս գրեց Sony-ին, բայց այդտենց լավ ապտակ ցած ասենք, որ ամեն ինչ պետք չի ուստավով սարքել, պետքա նոր մտքեր։ Ու դա համար անցած տարի էլ հստակ ինդուստրիայի
նշանը Sony-ին բաներ Astrobot-ին որ մրցանակ տվին, որ ավելի տենց բան խաղեր է պետք փոքր, այո, հենց խաղեր, հենց զվարճանքի համար ու հրաշալի խաղեր։ Քանի խաղ չեղարկեց Sony-ն ինչ որ սերվիս խաղեր էր պլանում 6 երկու հատնա հələ կա, մեկը մարաթոնն է, որ մարտին պիտի դուրս գա, տնանք ինչա դուրս գալու, մյուսներ չգիտեմ ինչա վիճակը, բայց այս տարի անոնսներում եղավ, չէ՞ էլի տենց մոտարապես Concord-ի տիպի ինչ որ անոնս, որը սա դիզլայքեր էր։ Հա, այդ շատ օրինակ էր, որ վերջում ցույց տվին, վերջին որ հասկանանք, վերջինը ամենատենց թանկ բան տեխնիկ Half-Life 3 ցույց տային։ Ամենահիշվողն է, որ խաղ ցույց տվին շատ ջեներիկ էր, մենք քննարկում ունեցանք, անգամ խաղացույց։ Այդ սխալները փաստորեն էլի կրկնում են, էլի։ Իսկ անոնսների մասին ինչ կասեք։ Պարզա որ ամենատպավորիչ անոնսը Լորյանների անոնսն էր։ Դե շոկային կարող ասել։ Ну տրեյլերը նես չէ շատ բաներ մեզ պատմում, բայց հա շատ տպավորիչ էր ու մեկ էլ Լարյաններին իմանալով տենց վստահությունը շատ մեծ է, որ ինչ որ լավ բան կլինի, այսքան տենց նախորոք վստահում ես։ Մենք դուրա գայս որ իրանք շատ սենց ոնց ասեմ, ինդուստրիայում ընդունված կանոնից դուրս բաներ են անում, որտեվ չնայած խաղերի մեծ մասը 18 տարեկան եւ ավել են, կնկատեք որ կա սենց չգրված օրենք, որ nudity ու տենց թեմաներ քիչ ցույց տալ, իրանք էտել են կոտրում, իրանք փորձում են հնայինս, սենց ինչ ուզում են, հանգիստ սարքեն։ Ինձ այդ դուրա գաս, որտեվ ընդհանուր ինդուստրիայում շատ տենց ռամկեր կային, որոնք հիմա կամաց կոտրվում են, որտեվ տենում են բաներ, հաջող պատմություններ, որոնք հաջողվել են, իրանք արդեն ասում են միգուցե ժամանակն է մենք էլ չհետևենք այդ օրենքներին։ Ասում են ամենամեծ RPG-ն է լինելու իրանց ասելով։ Լարյանի ասելով, չնայած անցած ելույթին Սվեն Վինկին ասում էր Baldur's Gate ամենամեծն էր ու հաջորդ խաղը ավելի փոքր է լինելու ու չդիմացան փաստորեն էսել է։ Իսկ Baldur's Gate հաջորդը իրանք չեն սարքելու, հա, ոնց ասես։ Չէ։ Իրանց չի պատկանում IP-ին։ Հա, ու անգամ Baldur's Gate 3-ի հեղինակային իրավունքները իրանք փորձում էին վերցնել երրորդի համար, իրանք առաջ անգամ չեն տվել։ Իրանք գնացել սարքել են Divinity Original-ին երկրորդը, հետո նոր իրանք վստահել են այդ հեղինակային իրավունքները։ Ինչը շատ լավ է, ինձ թվում է իդեալական Baldur's Gate էր։ Եկեք մյուս տարվա մասին է խոսանք, էլի։ Հիմա մյուս տարի GTA 6-ն է դուրս գալի, մյուս խաղերը շանսեր ունեն ընդհանրապես այդ իրավիճակում։ Հետո GTA 6 ինքը կարելի ասել համաշխարհային մասշտաբի մշակութային իրադարձություն, ոչ միայն գեյմինգային, ինքը բոլորին է առնչվում, ամեն ինչին է առնչվում։ Ասա։ Ինձ թվում է, չէ, եթե նույն ամիսը դնեն անհույս է, որտեվ հստակ գինը միջև հիմա բարձ չէ, ինձ թվում է կլինի $70 վերսիա, բայց շատ տենց ինչ որ ինձ թվում է բան կանեն, կտրտած տարբերակ կլինի, նենց որ քեզ կոնե ստիպեն $80 տարբերակը գնաս ու մի հատ տենց լավ տարբերակ $100 գնա որ ամեն ինչ որ ուզում ես այդ տարբերակի մեջ է ու այդ արմով մարդիկ նեցա նույնիսկ արտասահմանի համար $70-ն է մեծ փող մարդիկ հաստատ կուտակելու են որ հենց իրան վեկանան ու քանի որ մեծ մասամբ լինելու է մենակ բաների համար կոնսոլների PlayStation 5 ու Xbox լիքը մարդ նաև ստիպացել նոր սարք գնի հետը դա մարդ ինձ թվում է մարդիկ ավելի շատ այդ ամիս մենակ ծախսելու են կտա խաղալու վրա ես էլ ուզում եմ միտքը ասեի որ ընդհանուր իհարկե գտան բոլորին ճնշելու է դաժե եթե վատ խաղ լինի ինքը սաղին ճնշելու է շատ երկար ժամանակ բայց ինքը ընդհանուր գեյմինգի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու է ոնց որ GTA 5-ի դեպքում եղավ հա մարդիկ նոր կոնսոլներ են առնելու համակարգիչներ են առնելու ու այդ ֆոնի վրա GTA-ից ինչ որ բայ հոգնելու են բայց գեյմերների քանակը կարող ավելանա որտեղ ավելի շատ մարդ ինչ որ կոնսոլ կունենա ու տենց արդեն մի անգամ եղել է как մինիմում ու հավանաբար երկրորդ անգամ ալու 10 տարի առաջ եղել է հա պետք է նաև հաշվի առնենք, որ ասենք հենց խաղացողները, գեյմերները խաղացողների փոքր մասն են։ Շատ մարդիկ ուզուտ ուղակի խաղում են, իրենք ասեն գեյմեր չեն, պրոստը իրիկունը գալիս է տուն մի կես ժամ, մի ժամ խաղում է, ֆուտբոլ է խաղում կամ չգիտեմ, GTA է խաղում, ու GTA-ն հենց այդ տիպի խաղ է, որ նաև սովորական խաղացողները խորացած գեյմեր չեն,
շատ խաղերի նախընտրություններ չունեն, հետաքրքրված չեն, բայց ասենք հենց կոնկրետ այդ իրանց դուր է գալի խաղալ։ Դե բոլորն է գեյմեր են, տարբեր տրամաչափի ուղղակի։ Տրամաչափով լավ, ասենք չէր մի հատ բանից աճ ներքև, ասենք խաղացողն է զուտ էլի։ Հայերեն ասենք։ Հա, կա տենց բան։ Իսկ այդ բյուջեի մասին, որ ասում են 2 միլիարդ է, բյուջեն դի հավատում եք դրան, դες թվերին։ Պաշտոնապես չի հաստատվել, չէ՞։ Նո, ոչ թե պաշտոնապես նույն սլուխերով հերկվեց, բայց 1 միլիարդը կարծես ճիշտ նման է։ Հաշվառնալ նախորդի վաճառքները շատ հնարավոր է։ 1 միլիարդը խաղի համար շատ չի, շատ փող։ Շատ է, բայց ինքը առաջի շաբաթում 5 էր ոնց որ հետ բերը։ Հա, հետ բերելը համաձայն եմ, ուղղակի 1 միլիարդ մի խաղի ստեղծման վրա ծախսել է, ինչ մեծ խաղ պետք է լինի, որ 1 միլիարդ փող։ Դե հենց կակրած գտայի նման պետք է մեծ խաղ լինի, այտենց կոնկրետ եզակի դեպքա, այնպես դեպքա որ չի լինի կրկնել, կանոններից բացառություն է, էլի, հա, այտենց չի լինում ու այդ 1 միլիարդը կարծեմ դաժե ավելի մեծ է, քան ցանկացած ֆիլմի ինչ որ բյուջե։ Ֆիլմ չկա տենց բյուջե, հա, Ավատարը, չէ՞։ 400 միլիոն։ Կարծեմ ամենաթանկը այդ Վլաստին կալեցի սերիալն էր Amazon-ից։ Հա, բայց դա կես միլիարդ էր։ Հա, անգամ այդ դեպքում։ Բայց այդ ծախսը շատ միշտ տարբեր են։ Նույնիսկ Last of Us 2-ը, որ Sony-ի խաղա 200 միլիոն է նստա, բայց Ghost of Tsushima-ն $20 միլիոն էր նստա, նույն 7-ն է 30, այսինքն բայց որ նայես երկուսն էլ լավ որակի խաղեր են։ Ոնց է ստացվում, մի հատ կբացատրեք, ոնց է անում, որ ասենք նույն տիպի, նույն մասշտաբների ու նույն գրաֆիկայով խաղերը այդպես մեծ տարբերություն է տալի բյուջեի։ Դուր խաղերն էր համատում։ Last of Us 2-ը ու Ghost of Tsushima։ Հա։ Դե իրականում շատ տարբեր են տեխնիկապես առաջի հերթին գլխավորապես մենեջմենթն է լիքը հարց որոշում, որտեվ բոլորը շատ բարձր աշխատավարձ են ստանում game dev-ում Ամերիկայում հատկապես ու եթե դու ասենք մի քիչ սխալ ես անում ու ստիպված 2 ամիս օրինակ ավելա ձգվում է, դա արդեն ասենք մի քանի միլիոն դոլար է։ Հա։ Ու parza որ մենեջմենթը այդ հարցում մեծ դեր ունի։ Ու հա տեխնիկապես իրականում Last of Us-ը երկուսն էլ շատ լավ տեսք ունեն, բայց կարծես թե Last of Us-ը ավելի տեխնոլոգիապես ավելի խորն է։ Ինքը իրանց շարժիչն ունի, որը շատ ուժեղ է։ Հա, իրանց engine-ով է աշխատում։ Անունը չեմ հիշի այդ մասնակետը, բայց ոնց որ ասած մասնակետներ ունեն, որոնք ինդուստրիայում ամենահզորներն են, նույն ծրագ բանը, վիզուալ ծրագրավորողները իրանց, դա համար միշտ իրանք նույնիսկ ունեմ այս PlayStation 4-ը ինչքան սահմանափակված հիշողությամբ սարքա, ինչ տիպի վիզուալներ էին ստանում, շնորհիվ տենց մասնակետներ եւ Կալիֆոռնիայում են, իսկ Կալիֆոռնիան ամենաթանկ Այսինքն օպտիմիզացիան էլ էլի նշանակություն ունի։ Հա, շատ են ֆակտորները իրականում sense շատ բազմաշերտավոր ինչը կարա հանգացնի, սկսած մարդկային զուտ վատ պլանավորելուց կամ ինչ որ մած սխալ թույլ տալուց վերջացրած թե ինչ նպատակներ են դրել, հա, այդ առումով շատ տակավար։ Այսինքն տպավորություն չստեղծվի էլի մարդկանց մոտ, որ եթե խաղի բյուջեն շատ է, այդ նշանակում է զուտ մարդկանց ինչ-որ մարքեթինգի բաժինն է ուտում այդ փողերը, ոչ թե գնում է խաղի արտադրության վրա։ Գործակիցները շատ ավելի շատ են, էլի, չես կարող միանշանակ ինչ-որ բան ասել։ Կամ բյուջետի մեջ չի մտնում մարքեթինգը, այդ հետո է։ Կամ մենեջմենտի աշխատավարձ, որ հենց արտադրության չեն մասնակցում, բայց գնում գալի նայում ասում պես բանը։ Դե իրական հա, ամեն ինչն է մտնում, հավաքարի գործն էլ է մտնում բյուջետի մեջ, ամեն ինչն էլ կա, հա։ Իսկ Naughty Dog-ի հաջորդ խաղի մասին ինչ-որ պատկերացումներ բաներ։ Ինձ օրինակ տրեյլերը շատ է դուր եկել, այն առաջի տրեյլերը որ նախորդ տարի ցույց տվին, շատ է դուր եկել։ Այդ ռետրո իրավիճակի 80-ականների sci-fi այդ երաժշտությունը բանը։ Ահա։ Քլնգոցներն էլ շատ դուր եկել, սա չհասկացա ինչի բա։ Հա, քլնգոցը շատ էր։ Հա, վիզուալ ու կերպարը շատ տենց բռնողեր, չգիտեմ ոնց այն ինչքան իրանք ցույց տվին, արդեն շատ հետաքրքրեց այդ աշխարհը, որտեղ այդ ամենը տեղի ունենալու ու մի քիչ ակնարկ տվին, որ լինելու է տենց չեմ ուզում ասեմ Souls-ի նման, բայց ավելի Souls խաղերի նման կոմբատ, որ իմ համար շատ հետաքրքիր է։ Հա, այդ առումով քանի որ լավ Souls-երից խոսացինք, դա իմ ցավոտ տեղն է։ Ես որ խորանում եմ Souls-երի մեջ ուրիշ խաղեր չեմ կամ խաղամ։ Իմ մոտ տենց բան է, ասենք Bloodborne-ը ես խաղում ես, հետո դրեցի Horizon-ը խաղում ես, կեսից անջատեցի ու ներվայնացա։ Հիմա իրանք ստեղծել են այդ ենթաժանրը, ասենք, ու հիմա էլ ոնց որ
չեն շարունակում։ Elden Ring-ից հետո մի երկու հատ ուղղակի կողքից բաներ էին։ Bloodborne 2 կամ Dark Souls նոր 4-ը, չգիտեմ։ Bloodborne-ը բարդ կնի, որտեվ Sony-ն է պատկանում, ու շատ օրինակը Sony-ն չի վերաթողարկում։ Հա, որովհետև սպասում են մարդիկ։ Ինձ թվում է պոստը source code-ը կորցրել են։ Չեն ուզում ասեն, չկա կոդը, չգիտենք ոնց հետվենք, բայց ինձ թվում է բանի պահել կա, որ ինչ-որ պահի, որպես խաղ սարքող, քո մոտ նոր միտք չկա, ու դու ոչ մես հանգստանալ, ինչ-որ նոր բաներ փորձել, նոր խաղի ժանրեր, նույնը Armored Core որ հանեցին, որտեվ անդադյուն խաղը սարքև կաս վառվես ու չիմանաս ինչ անել, ու արդյունքում հանես վատ խաղ, ու ինչքան էլ sense դառնա կընչի, բայց նույնիսկ եթե ունես 4 լավ խաղ, մի հատ վատ խաղ անես, մի անգամից վերջ, հա։ Դա հիշվելու ավելի շատ։ Ես ընկերներ ունեմ, ովքեր Kojima-ին են ես վերջերս սկսել բան անել, կֆրտել, էլ Kojima-ն նախկինը չի, բանმა, ինչա Death Stranding 2-ը ինչ որ նոր յուրահատուկ բան չի, ուղեղտ շախ տվող բան չի, էլի, ասենք խաղի սիկվելա, սովորական սիկվելա։ Տենց է, էլի, միշտ տենց է, սպասում են հանճարներից, միշտ հանճար ինչ որ բան։ Բայց այդ հանկարծ Միյաձակին չվերածվի, ասենք պատիկ ռոթված գրող կա մի հատ, ինքը երկու հատ թույն ֆենտեզի գիրք է գրում, երրորդը արդեն 20 տարի չի գրում, բոլորը սպասում են դրան։ Հա, բայց լավ, այդքան մեծ չի պաուզան, ինձ թվում է դեռ, նու ճիշտ է, այս անցած խաղը ահագին ավելի պուճուր էր, բայց դե ամեն դեպքում ինչ որ խաղ կար, այդքան պաուզան մեծ չի, ինձ թվում է դեռ ամեն ինչ արջևում է։ Հաստատ մտքեր ունի, բայց մարդիկ տասնամյակով Half-Life 3 են սպասում։ Այ Half-Life 3, Half-Life 3-ին ինչ ըլնի, չգիտեմ, Ավստրալիայում հրդեհներ ելնեն, փոթորիկներ ելնեն, դեռ չգիտեմ, մեկ ինչ որ մի բան ասի, Half-Life-ի ֆանատներ, ես էլ եմ ֆանատ, բայց այդ աստիճան չէ, էլի։ Ասում են, ինչ որ նշան կա Half-Life 3-ի մոմենտը, այստեղ հրթիռ աթռել։ Հա։ Նույնը գտան, արդեն 10 տարի անցավ էլի, ինչ գտավեցը դեռ պետքա դուրս գա, հələ։ Բայց Գեյբի համար մոտիվացիա կա երրորդը սարքի, ինչ թվում է չունի ինքը մոտիվացիա։ Այդքանը չէ, դա ինքը ավելի շատ հիմա բանի վրա խանութից եկամուտ ստանալու, օրինակ Sony-ն էլ հիմնական իր եկամուտը, ես մեկ-մեկ տերմ եմ, որ ասում են, այս խաղը վատ ծախվեց, բանը դեպի Sony-ն մինուս է գնում, ասում են, հիմնական եկամուտ ինքը դուրս չի ստանում, ինքը ստանում է խաղ ծախելու, նույն GTA-ը որ ծախելու է, իհարկե ուրիշ տոկոս է, բայց ցանկացած խաղ որ ծախվում է 30% իրան է վերցնում։ Դրա հաշվին իրանք փող են աշխատում ամենամեծ մասը։ Նու հետո մեկ էլ կարող եմ ասում, որ Gabe-ը տենց ինքը փողի վրա ֆիքսված չի էլի, եկամտի վրա, ինքը ավելի շատ տենց ինչ որ ցանկալի գաղափարներ իրականություն դարձնելու վրա շատ ֆիքսված, նույն իր խանութը, իրանց խաղերը, իրանք հիմա սարքում են Deadlock, որը պոտենցիալ իրանց մյուս խաղերի կոնկուրենտ է, այսինքն իմաստ չունի վրոդի սարքելու, բայց իրանք սարքում են, որտեվ իրանք դրա ցանկություն ունեն։ Հա, բացի այդ էլ Half-Life-ը մատկապես երկրորդը դուրս գալուց այն ժամանակ հələ չկար տենց բան ու կամ քիչ էր այդ ֆիզիկայով շուտեր եւ այլն, իսկ հիմա չէ նոր բան այդ ժանրում ստեղծեմ, ինչ ավելի դժվար կլինի։ Ուրիշ բան է կա, որտեվ խաղը քանա սպասված, որ ես ինչ եմ սպասելու։ Հա, ըստ ինձ հիմա ինչ է սարքեն վատնա լինելա, որտեվ չես կարա այսքան տարիների սպասելիքը ինչ որ product-ը որ սախ կասեն, էս ենք սպասում։ Հա։ Steam-ի մասին մեկ էլ դոկումենտալ ֆիլմ կա, որտեղ պատմում են, թե դրանք ոնց են աշխատում, ոչ մեկի աշխատատեղը կամ հաստիքը շատ ֆիքսված չի, այսինքն դու այդ քո սեղանները ակերի վրա է։ Եթե որոշում ես օրինակ ուրիշ բանով զբաղվես, քո սեղանը վերցնում ես, գնում ես կպնում ես մյուս թմին, ուրիշ բանով ես զբաղվում, ու ինձ թվում է այդ ազատությունը նաև սենց արժեք ունի, որ ինչ որ բաներ կարող չլինեն կամ ուշ լինեն։ Մի կողմից լավ է, մյուս կողմից է ֆանատների համար վատ է։ Նու բայց իմ համար ես կարծում եմ ընդհանրապես դրական։ Լավ, մեր ժամանակը սպառվեց, ցավոք, քիչ է 30 րոպեն գեյմինգի մասին անել 2 յուրոպ։ Հույս ունեմ էլի մենք կհանդիպենք։ Շատ հետաքրքիր զրույց էր, շատ բան կար խոսալու, մենք քիչ-քիչ ոնց կսկտուր ինչ որ բաներից խոսացինք, բայց ապրեք շատ հետաքրքիր էր։ Մերսի։ Մերսի։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։